Նամակը կկարդամ, ուրիշ հարցեր կա, ինչ հարցերի շուրջ կուզեք։ Շնորհակալությունը պարզ է։ Բյուրական համայնքը ունի մոտ 550 հեկտար ջրովի տարածք։ Ջրովի։ Շատ լավ է։ 95 թվականից կողմից ջրագիծը խողովակները հանե տարել են։ Եկել տարան, sense վնասել է։ Հիմի մենք բյուրականցիներս բուժում ենք հողի հարց ջրովի տարածքի հիման վրա։ Բայց ջուր չունենք։ Հիմի կարող է ինչ-որ ջրագծերը վերանորոգվի։ Այդ ավելի լավ է։ Որ մենք կարողանանք Այդ շատ լավ եւ շատ ճիշտ խնդիր է ջրային համակարգը։ Լիճ ունենանք։ Այսպես Կունենանք։ Ես գրել եմ մեր Նորայր Սարգսյանի Մեր ընթացիկի մեջ չկա։ Դե մի հատ նայենք, եթե ասում են մարդիկ ուրեմն գիտեն որ պոտենցիալ կա, ջուր կա հավաքվի, ինչ գետա գնում։ Բայց մերը հիմնական ապարանի ջրամբարն է, որ սնուցում Ես սրա մասին եմ Շատ լավ, պարոն Խաչատրյան։ Չգիտեմ, լսեցիք խոսակցությունը թե չէ։ Ժամանակին համակարգ ա եղել ջրային ոռոգման եւ բայց խողովակները հանե տարել են։ Երկրորդն է գաղափար կա, ասում են որ ջրամբար ունենալու պոտենցիալ կա այստեղ։ Պետք է մի հատ ջրամբար ունենանք։ Որ գետն է այստեղ։ Հալվածները ջրից հավաքում։ Ընթացքում ներկայումս ամենաջրահեղ սեզոնն է։ Եթե նշված ջրերը կարողանանք անբարել, շատ մեծ ջրի քանակ կլինի։ Մենք սենց ենք անելու, մենք ինչ ենք անում, մասնագետներին, այդ շատ լավ է, որ այդ տեղեկությունը ստացանք, մասնագետներին ուղարկում ենք ջրային ռեսուրսները հաշվեն։ Անկեղծ ասեմ, տեղ ա եղել, ընդհանուր տեղ ա եղել, որ խորհրդային միության ժամանակից ջրամբար նախատեսված ա եղել, մենք էլ հետաքրքրվել ենք, հիմի մասնագետները գնացել հետազոտել են, հետո պարզել են, որ կլիմայի փոփոխությունից բանից այդտեղ ջրային հոսքերը այնքան նվազել են, որ չի լցվի ջրամբարը։ Դրա համար նախագիծը լավ է, նախապես ուսումնասիրել ենք, կանգնեցրել ենք եւ ընդհակառակ ուրիշ տեղ, որ նախատեսված չի եղել, ջրերի հոսքերը փոխվել են, տեսել ենք, որ հիմա ջրամբարաշինությունը մեր, ես էլի ասում եմ, այդտեղ մի քիչ ամենակարևոր գործերից մեկը առնվազն առաջին 3-ի մեջ ջրի հարցն է առնելու եւ ոռոգման եւ խմելու ջրի, որովհետեւ նախ արձանագրում ենք, որ հանրապետությունում մի եզակի համայնք չկա, որտեղ ջրի խնդիրը համակարգված ձևով լուծա։ Մի հատիկ բնակավայր չկա, ու գոյություն չունի։ Այսինքն ջրային խնդիրը բոլոր տեղերում համատարած ունենք եւ այդ արդեն սկսել ենք մենք այդ աշխատանքը, փոխվարչապետն է համակարգում, փոխվարչապետ Խաչատրյանը, որ ջրային հարցերը պետք է լինի ամենաառաջնային տեղում, որովհետև այսինքն բացատրելու կարիք էլ չկա թե ինչի, ամեն ինչ պարզ։ Հողը նույն туриզմի համար, նույն ներդրման համար, որ նորմալ խմելու ջուր չլինի, մարդիկ ներդրում անելիս հյուրանոցա եւ այլ, այսինքն որ մեծանա ջրային ռեսուրսները շատ կարեւոր են, այնպես որ կարվի ամեն ինչ։ Շնորհակալ եմ շատ։